Այո։ Չորեքշաբթի միջինքի օրը գաթա ենք պատրաստելու, մեջ օրնած խաչ ենք դնելու, կտրելու ենք, ով իզարդը հասնի անգանի նրա խաչը, նա օրնած է։ Գիտես, որ կաչաղալները ասենց կա ձայն են հանում։ Ոնց։ Չգիտեմ, վերամուններ իտեմ։ Հա։ Ատոմների։ Ով մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր, տուր մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք անհոգ, ապրենք խելոք, պարկեշտ ու հեզ և սիրենք քեզ։ Ես ամեն օր աղոթում եմ և Աստծուց միշտ խնդրում եմ, որ նա ինձ տա իմաստություն և ուսման մեջ հաջողություն։ Աղոթելով միշտ զգում եմ զորությունը մեր Տեր Աստծու և օգնությամբ նրա սիրո ազնիվ ու բարի եմ դառնում։ Սասունցի Դավիթ կայարանում ենք, որտեղից էլ ուխտի են գնում Մասյացոտնի թեմի Ոսկետապ գյուղի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցի։ Այստեղ մասնակցելու ենք Սուրբ Պատարագին։ Եկեղեցին ոցվել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Դարձեք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրեք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։ Անունով և որդվով և որդվույն սրբո ամեն։ Սիրելի բարեպաշտ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Այսօրվա Կիրակին մեծ պահքի 4-րդն է եւ ոսկե Կիրակիների շղթայի մեջ իր անունը վերցված է օրվա առակից, երկու առակներից մեկից, որ կոչվում է անիրավ տնտեսի առակը եւ կամ անիրավ տնտեսի Կիրակի։ Երբ որ Քրիստոս աշխարհ եկավ, սիրելիներ, բոլոր մարդկանց հավասար դասեց։ Եվ Քրիստոսի այսօրվա խոսքը հետևյալն է, որ այս աշխարհի որդիները իրենց գործերի մեջ ավելի խորամանկ են, քան լույսի որդիները։ Ինչ նկատում էր Քրիստոս, երբ որ ասում էր գանձեր մի դիզեք երկնքի վրա, գանձեր դիզեք երկնքում։ Ինչպես պիտի գանձ դիզեք երկնքում։ Երբ որ կարիքավորի նախքատին քեզանից բաժին ես տալիս, սա գանձ է դիզում երկնքում։ Աստծո սերը օրհնությունը թող լինի ամենքիդ հետ։ Այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Ճաշակերտու խաղաղությանս կերակուրս, որ բաչերյալս մեզ իստարն է օրնալը տերի բաչերը շուրամ է։ Հետևորդներ ճաշակելու են ոչով ապուր։ Ոչով ապուրը ջումրվա խողանոցից է։ Լբո, ոսպով և արիշտայով տակուկ ապուր է։ Մտիրա։ Ինչի աման ոչով ապուր կոչվում։ Նիկա ջան, ոչը մեջի արիշտան է։ Շատ համեղ է, այնվայնան կսարքեք։ Մի հատիկ է մայրն աշխարհում